Եթերում հեռանկարն է։ 2025 թվականը հագեցած էր Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական կյանքի կարևոր զարգացումներով։ Տարվա ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ոչ միայն ազդեցին ընթացիկ օրակարգի վրա, այլև որոշակիորեն նախանշեցին այն գործընթացների էությունն ու ուղղությունները, որոնք սպասվում են առաջիկա տարում։ Այս համատեքստում անցնող տարին ամփոփենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, մեր հրավերը ընդունելու համար։ Եվ սկսենք կառավարության գործունեությունից, որոնք են այն շոշափելի առանձնահատկությունները եւ նվաճումները, որ ունեցել է կառավարությունը։ Դե առանցքային օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթերն են եւ առհասարակետ իրադարձությունը իրենով, որովհետեւ այն նշանակալի ազդեցություն է ունեցել, ունենում եւ ունենալու առաջիկա գործընթացների վրա եւ թե մեր արտաքին քաղաքականության վրա եւ թե ներքին զարգացումների վրա դրական առումով եւ առանձնահատուկ դա կնշեի, որովհետեւ օգոստոսի 8-ը ցույց է տալիս, որ ներքին կյանքում մենք ունենք շատ դրական միտումներ, ընդհանուր հանրության մեջ հանդարտություն է հաստատվել, որովհետեւ վերահաս կամ հնարավոր սպառնալիքներ անվտանգային, այնուամենայնիվ յուրաքանչյուր մարդու վրա է ազդում, մարդուց ընտանիքի վրա է ազդում, հետևաբար եւ ընդհանուր հանրության մեջ է այդ լարվածությունը մնում։ Հիմա, ասենք, նույն տնտեսական ցուցանիշներն էլ եթե վերցնենք, մենք հիմա տնտեսական ակտիվության ցուցանիշով երկնիշ աճ ենք արձանագրում, ինչը վկայում է, որ նաև ներդրողների եւ առհասարակ բիզնեսի, գործարարների շրջանում էլ օգոստոսի 8-ը դրական մեծ ազդեցություն է ունեցել։ Առավել մեծ հնարավորություններ ու հիմքեր կան կայունությունը երկարատև դարձնելու համար։ Միանշանակ, որովհետեւ մարդը ցանկանում է այնուամենայնիվ ապրել այնտեղ, որտեղ անվտանգ է, բիզնեսը ուզում է ներդրում անել այնտեղ, որտեղ անվտանգ է։ Եվ ակնհայտ է, որ հաստատված խաղաղությունը միայն նպաստում է դրան եւ դա երևում է նաեւ տուրիստական մեծ հոսքերի վրա, տուրիստն էլ գնում է այնտեղ, որտեղ անվտանգ է, տուրիզմն էլ մեր տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի, բայց բովանդակային առումով էլ խաղաղությունը որակական առումով փոխելու է մեր պետությունը եւ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու պետության բովանդակային զարգացման վրա, քան այժմեական այդ պահին տեղի ունեցող խնդիրները լուծելու վրա։ Բովանդակային զարգացման առումով առաջնահերթությունները որոնք են լինելու պետության համար։ Ընդամենը 2 շաբաթ առաջ կարծես թե ամփոփվում էին հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքները եւ դուք ինչ առաջնահերթություններ եք դրել։ Դե առաջնահերթությունները շատ են իրականում, ռազմավարական մի շարք խնդիրներ պետք է լուծենք։ Պետական կառավարման մեջ եւ պետության զարգացման մեջ մենք արձանագրում ենք, որ բովանդակությանը մեծ ուշադրություն պետք է դարձնենք, մասնավորապես կրթությանը, որովհետեւ դա ակնհայտ է, որ շատ խնդիրների հիմքում կրթական հարցերն են եւ այն երևույթները, որոնք ձևավորվել են մեր կրթական համակարգում անցած տասնամյակներում անկախությունից ի վեր, դա երևում է նաեւ կադրային խնդիրների վրա։ Բնականաբար առաջնահերթություններից է ուրեմն մեր բանակի եւ անվտանգային համակարգի զարգացումը եւ բանակի պաշտպանունակության մեծացումը, ինչի ուղղությամբ Հայաստանում վերջին 5 տարիներին հսկայական աշխատանք է տարվել։ Շատ հաճախ հարց են տալիս, թե վերջին տարիներին պետական համակարգի եւ ապարատի ամենամեծ խնդիրները որոնք են եղել։ Ես մշտապես նշում եմ արտաքին քաղաքական ուղղությունը եւ պաշտպանական ուղղությունը եւ գերատեսչությունների խնդիրները դրա հետ կապված, բայց նույն արտաքին քաղաքական գերատեսչության հետ կապված էլ մենք արձանագրում ենք հսկայական աճ եւ փոփոխություններ եւ այն ինչից սկսեցի օգոստոսի 8-ն էլ դրա լավագույն ապացույցներից մեկն է եւ բնականաբար ստեղծել այնպիսի միջավայր, այնպիսի օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, որոնք թույլ կտան ապահովել տնտեսության զարգացումը, որովհետեւ այն հարցերը, որոնք ես նշեցի, դրանց լուծումները միանշանակ կապված է թե ինչպես է զարգանում տնտեսությունը, ինչպես են հավաքագրվում հարկերը, որովհետեւ
յուրաքանչյուր քաղաքացի, բիզնես, յուրաքանչյուրս ենք մեր հարկերով նպաստում, որպեսզի այս կամ այն կերպ այդ ուղղությունները զարգանան։ Հիմա դուք նշեցիք պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտները։ Մի բան է մինչեւ օգոստոսի 8-ը եւ մեկ այլ բան է օգոստոսի 8-ից հետո, այսինքն տրամաբանության առումով փոփոխվում է։ Այստեղ որոնք են այդ առանձնահատկությունները լինելու։ Ես ձեզ պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ տրամաբանության փոփոխությունը այդ ուղղությունների դրվել է դրանից տարիներ առաջ եւ ըստ էության օգոստոսի 8-ը այդ տրամաբանության զարգացման որոշակի այսպես հերթական հանգրվաններ, որից հետո բնականաբար մենք կունենանք դրա տրամաբանական շարունակությունը։ Եվ անդրադառնալով այդ տնտեսությանը, դուք դա շեշտադրեցիք, կարծես թե տնտեսական նախագծերը դառնում են նաև միջազգային հարաբերությունների վճռորոշ գործոն։ Հայաստանի դիրքը այդ առումով ինչպես է գնահատում եւ իրագործելիությունը, հա, կարող են հավակնոտ լինել ծրագրերը, բայց որքանով են այն հնարավորությունները մեզ տալիս այդ։ Նույն անվտանգային եւ արտաքին քաղաքական օրակարգում տարիներ առաջ մենք դրեցինք Հայաստանի տարածաշրջանացման գաղափարը եւ այդ տարածաշրջանացման ընդհանուր տրամաբանության մեջ TRIP-ը եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը առանցքային նշանակություն ունի եւ հիմա մենք արձանագրում ենք, որ կոնկրետ TRIP-ի ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում ամերիկյան մեր գործընկերների հետ եւ մենք առաջիկա ամիսներին դրա արդեն նյութականացումը կտեսնենք եւ նաեւ արդեն արձանագրվում են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ մենք տեսնում ենք որ արդեն տարբեր երկրներից եւ նույն Ադրբեջանից տրանսպորտային հոսքեր են արձանագրվում դեպի Հայաստան ինչը նաեւ նպաստել է որպեսզի խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանում, ավելի ամրապնդվի եւ մենք իրոք խնդիր ունենք, որպեսզի ամրապնդենք խաղաղությունը, որովհետեւ դա երկարատև գործընթաց է եւ մի ստորագրված փաստաթղթով կամ երկու ստորագրված փաստաթղթերով նման գործընթացներ վերջնական լուծում չեն ստանում կամ վերջնական հանգրվանի չեն հասնում։ Ի վերջո մեր հանրությունները նկատի ունեմ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածաշրջանի երկու երկրների հանրությունները շատ երկար ժամանակ պատերազմի մեջ են ապրել եւ պատերազմով են ապրել եւ դա այդպես խորը նստած ենթագիտակցության մեջ նստած երևույթներ են, որոնք թե իշխանություններից, թե հասարակական կազմակերպություններից, թե չորրորդ իշխանությունից եւ շատ-շատերից ջանքեր են պահանջում, որպեսզի այն ամրապնդվի։ Պարոն Հարությունյան, Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները թե արտաքին, թե ներքին լսարանի համար համահունչ են։ Ադրբեջանի դեպքում կարծես թե մենք տարբերություններ ենք տեսնում։ Այս իրավիճակում ձեր նշած այդ խաղաղության ամրապնդումը հնարավոր է, թե այլ աշխատանք եւս անհրաժեշտ է։ Ինչպես ես արդեն ասացի, հանրություններն ու պետությունները շատ երկար ժամանակ եղել են պատերազմական իրավիճակում։ Հիմա իրենք պետք է սովորեն ապրելու առանց պատերազմի։ Որոշ երկրների դեպքում դա ավելի հեշտ է ստացվում, որոշ երկրների դեպքում ավելի մեծ կամք է դրսևորում, դա պատմությամբ ապացուցված երևույթներ են եւ բացառիկ բաներ չկան Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների միջեւ։ Իհարկե Ադրբեջանից հնչող այդ հայտարարությունները խնդրահարույց են, բայց ես պետք է ասեմ, որ նաև երբեմն Հայաստանի որոշ շրջանակներից, հատկապես ընդդիմադիր շրջանակներից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են հարցեր առաջացնել նաև հարևան պետությունում։ Եվ երբեմն մենք նկատում ենք, որ նման խոսույթի սրումը տարբեր հարթակներում, օրինակ այժելեսումների ժամանակ կամ քննարկումների, ուղիղ իրենց ազդեցությունն են գտնում Ադրբեջանի հայտարարությունների մեջ, բայց արդ եմ ունեցել ասելու, որ դրանք այդպիսի հայտարարությունները նաև ֆանտոմային ցավերի նման են, որոնք անմիջապես չեն անցնում եւ պետք է դրա հետ փորձել ապրել, այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ ոչ Հայաստանի հանրության համար ոչ Ադրբեջանի հանրության համար նման հայտարարություններ ձեռնտու չլինել։
Դրանք կարող են նպաստել շփումները հանրությունների միջև տարբեր օղակներում, հասարակական կազմակերպություններ, բիզնեսներ եւ այլն, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, առևտուրը, որովհետեւ երբ որ դու սկսում ես ավելի փոքր խնդիրներ լուծել, դրանք նպաստում են ավելի մեծ խնդիրների լուծմանը։ Եվ պետք չէ այսպես մեծ խոճապներ ստեղծել նման հայտարարություններից, պետք է փորձել այնպիսի քաղաքականություն վարել, որ ել եմ ասում, նման հայտարարություններ անելը ձեռնտու չլինի այլևս։ Դուք խոսեցիք ընդդիմության մասին, այն իսկապես ինչ տեղի ունեն մարտակին քաղաքականությունում ուղիղ պրոյեկտվում են նաև ներքին կյանքի վրա։ Եվ բևեռացվածությունը կարծես բավական մեծ է։ Այդ բևեռացվածությունը որքանով է ազդեցություն ունենում կառավարության աշխատանքի վրա։ Հիմա ավելի քիչ, որովհետև ինստիտուտները այնուամենայնիվ սկսել են ապրել այդ խնդրով եւ դիմակայել այդպիսի խնդիրներին։ Դա եւ կառավարության աշխատանքում է երևում եւ ազգային ժողովի աշխատանքում է երևում։ Իհարկե բևեռացումը վատ բան է, բայց մենք նկատում ենք, որ մեր ընդդիմախոսները, ընդդիմությունը առաջնորդում է որքան վատ, այնքան լավ սկզբունքով, բայց լինելով նաև իշխանության մաս, որովհետև ընդդիմությունը այնուամենայնիվ իշխանություն է, որովհետև նույն ազգային ժողովում մեր հանրության մի մասը քվե է տվել եւ գործ ուղղել է ազգային ժողով իրենց շահերը եւ պետության շահերը բարձրաձայնելու համար, բայց մենք որևէ կոնստրուկտիվ միտումներ չենք տեսնում։ Պարոն Հարությունյան, առաջիկա տարին ընտրական տարի է եւ որ հարցերն են, որ կազմելու են այդ քաղաքական օրակարգը, որի շուրջ լինելու է այդ բանավեճը, հա, այսպես ասեմ։ Դե կարծում եմ, որ խաղաղությունը կլինի առանցքային քննարկման թեման, որովհետև մեր ընդդիմախոսները ամեն կերպ փորձում են համոզել, որ դա իրականում խաղաղություն չէ, բայց հողի վրա մենք այլ բան ենք տեսնում։ Եվ մեր հանրությունն էլ կարծես շատ հստակ իր համար եզրահանգումներ է արել դրական առումով։ Մեր հանրությունը արձանագրել է այն արժեքը եւ ընդունել այն արժեքը, որ ունի պետականությունը եւ ինքնիշխանությունը, որովհետեւ մենք շատ ծանր փուլեր ենք անցել վերջին 8 տարիներին եւ դրանով այդ գաղափարները, այդ արժեքները ավելի հասանելի են դարձել եւ դարձել են հանրության սեփականությունը։ Կարծում եմ սրա շուրջ բանավեճ է գնալու, որովհետեւ մենք տեսնում ենք, որ որոշակի ուժեր փորձում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունները բերել Հայաստանի ներքին թատերաբեմ։ Մենք պետք է նաև այդ բանավեճերի ընթացքում թույլ չտանք, որպեսզի այդ երևույթները մտնեն մեր հանրության մեջ, կամ պետք է այնպես անենք, որ այդ երևույթները դուրս մղվեն մեր հանրությունից, որովհետև այն բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը, որ մեր կառավարությունը վարում է, վերջին տարիներին թույլ է տալիս մեզ պնդելու, որ դա լավագույն բանաձևն է Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից հավասար հեռավորություն եւ հավասար մոտ լինելը։ Այս առումով սա է լինելու հիմնական բանավեճը։ Բնականաբար հանրությանը հուզող նաև շատ այլ խնդիրներ կան, ավելի հողեղ են եւ դրանք էլ նույնպես կդառնան քննարկման առարկա եւ այն ուժերը, որոնք լավագույն առաջարկներ կներկայացնեն, կարծում եմ ուշադրության կարժանանան։ Ընտրական համատեքստում դիտարկվում են նաև հիբրիդային սպառնալիքները, որոնք գնալով ավելի ու ավելի շատ են լինում։ Այդ հիբրիդային սպառնալիքներից որոնք եք համարում ամենա, այսպես ասած, վնասակարը եւ վտանգավորը եւ ինչպես պետք է դիմակայել դրան։ Հիբրիդային սպառնալիքները տարբեր դրսևորումներ են ստանում եւ տեխնոլոգիական զարգացման ֆոնին դրանք ավելի կզարգանան, բայց պետք է ասեմ, որ Հայաստանը արդեն բավականին տևական ժամանակ սկսած 18 թվականից ոչ բռնի-թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո ենթարկվում է ուրեմն այդպիսի հարվածների, այսպես ասած, հիբրիդային, որոնցից կառանձնացնեի իհարկե մեծադաշտում տիրող իրավիճակը եւ ապա տեղեկատվությունը,
բայց մենք շատ հաճախ խոսում ենք հիմնական հիբրիդ ասելով, հիբրիդային սպառնալիքներ ասելով նկատի ենք ունենում ապատեղեկատվությունը, բայց դա միակ կամ հիմնական հիբրիդային սպառնալիքը չէ։ Տեխնոլոգիական զարգացման այս ժամանակահատվածում կիբեր հարվածները եւ կիբեր սպառնալիքները նույնպես մեծ դերակատարում ունեն։ Ֆինանսական ոլորտում ստեղծված նոր գործիքները, մասնավորապես կրիպտոարժույթները, նույնպես կարող են անվտանգային խնդիրներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, հատկապես առաջիկա ընտրությունների համատեքստում։ Եվ այսպես մի շարք բաներ կարելի է թվարկել, իհարկե մենք կարելի է ասել սովորել ենք ապրել այդ հիբրիդային սպառնալիքների պայմաններում եւ Հայաստանը եզակի չէ նման իրավիճակներում շատ երկրներ Միացյալ Նահանգներից սկսած մինչև Ավստրալիա եւ հարավ-ամերիկյան երկրները, այսինքն գրեթե բոլորը նման հարվածների են ենթարկվում եւ զարգացնում են իրենց ինստիտուտները, որպեսզի դիմագրավեն այդ սպառնալիքներին։ Մենք էլ մեր միջազգային գործընկերների հետ փորձում ենք Հայաստանում ինստիտուտները զարգացնել, օրինակ նույն ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ռազմավարական հաղորդակցության բարեփոխումն ենք նախաձեռնել եւ համապատասխան օղակներ ենք ստեղծել, որպեսզի արձագանքումը նման երևույթներին ավելի ինստիտուցիոնալ լինի եւ հստակ լինի։ Կիբեր ոլորտում մեր համապատասխան կառույցները իրենց կարողություններն են զարգացնում, որովհետեւ համացանցային, այսպես համացանցից եկող վտանգները եւ նման երևույթները նույնպես վտանգավոր են երկրի համար։ Այդպես պետք է այդ ուղղությամբ աշխատել, բայց կարծում եմ, որ 8 տարվա մեր փորձը թույլ է տալիս վկայելու եւ պնդելու, որ մենք որոշակի առումով դիմակայուն ենք դարձել։ Իհարկե համաշխարհային լավագույն փորձը նաեւ ուսումնասիրում ենք եւ անհրաժեշտ գործիքները նույնպես ներդնում ենք մեր համակարգերում։ Առաջիկա տարում նաև Հայաստանը հյուրընկալելու է կարևոր գագաթաժողովներ, մեկը COP17-ը, մյուսը Եվրոպական համայնքի գագաթաժողովը։ Այս առումով ինչպիսի աշխատանքներ են ենթադրվում եւ Հայաստանը ընդհանրապես ինչ է ակնկալում այս ամենից։ Միայն այն փաստը, որ միջազգային մի քանի խոշոր իրադարձություններից երկուսը տեղի են ունենալու Հայաստանում, վկայում է Հայաստանի վարվող քաղաքականությունների արդյունավետության մասին, անվտանգային, արտաքին քաղաքական եւ բնականաբար հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Հայաստանում եւ COP17-ը մենք պետք է փորձենք զարգացնել այդ հաջողությունը եւ Հայաստանի ի նպաստ Հայաստանի որոշակի նոր ձեռքբերումներ ունենանք զուտ տեղեկացնելու մեր հանրությանը Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մոտ 50 երկրների ղեկավարներ ամբողջ Եվրոպայից այցելելու են Հայաստան։ Իհարկե տեխնիկապես աննախադեպ իրավիճակ է Հայաստանի համար, որովհետև մենք այդ ծավալի իրադարձություն չենք ունեցել, բայց հիմա արդեն ամիսներ շարունակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, նաև մեր գործընկերների հետ, որպեսզի լավագույնս անցկացնենք եւ 8-րդ գագաթաժողովը EPC լինի լավագույնը։ COP17-ն էլ ՄԱԿ-ի կենսաբազմազանության գագաթաժողովը նույնպես կարևոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստանում էլ այդ ոլորտում ունենք մի շարք խնդիրներ եւ լավագույն փորձագետները, ուրեմն ոլորտի ղեկավարները այցելելու են Հայաստան, հետեւաբար մենք այդտեղ կարող ենք լավագույն լուծումներ գտնել մեր երկրի համար։ Այնպես որ տարվա սկզբից մինչև տարվա վերջ, իսկ COP17-ը տեղի ունենալու նոյեմբեր ամսին, մենք այսպես լինելու ենք համաշխարհային մեդիայի կենտրոնում եւ հետեւաբար անդադ հնչելու է Հայաստանի անունը եւ անընդհատ Հայաստանի անունը դրական առումով է հնչելու։
Եվ վերջին հարցը տամ։ Ես նկատեցի, որ 2 շաբաթ առաջ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած մի խորհրդակցությունում հատկապես երկրի բրենդավորման հարցներ քննարկվել, հա, եւ մենք այդ բրենդինգի առումով ինչպիսի տեղ ենք ուզում զբաղեցնել։ Հիմա քննարկումներ կան այդ առումով, բայց ես քանի որ դրանք այսպես սահմանային փուլում են եւ դեռ մշակման փուլում են, ես չի ուզի դրանց անդրադառնալ, բայց պետք է ֆիքսենք, որ այո, յուրաքանչյուր երկիր որոշակի դիրքավորում ունի եւ պետք է ունենա, որով նրան ճանաչեն, որով նա գրավիչ դառնա, եւ մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր։